Ցորակ ջան, քանի որ դուք դիտել եք ֆիլմը, սկզբի համար ինչ կասեք, ինչ կարծիք ունեք։ Ֆիլմը շատ հուզիչ է, շատ հետաքրքիր է։ Մեր իրական կյանքն է, ինչ որ մենք տեսանք մի քանի տարի առաջ մեր աչքի առջև, թե ինչպես Արցախի ընտանիքը մի քանի անգամ գաղթելով ի դեպ դից այլ վայր, Նախիջևան, Բաքու, հետո Արցախ, Արցախից Երևան, իր պատմությունն է ունեն իրողությունը, թե ինչպես պլանավորվում Հայաստան բերել, բնակեցնել 300,000 ադրբեջանցիների։ Սա իմ կարծիքով այս ֆիլմի դիտումը շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը հասկանա այսօր ինչ է կատարվում, բացի աչքերը, ու նաև հասկանա, որ այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը բերելու է նրան, որ վաղը չեմ իսօր ադրբեջանցիները Աստված մի արածը գալու են, վերաբնակվելու են, իրանց ասրով բնակվելու են, հաստատվելու են մեր հողի վրա, ու դրանից ինչ դեմոգրաֆիական աղետներ, ինչ ռիսկի է լինելու, ինչ քաղաքացիական բախումներ է բերելու։ Դա իդեպ պատմության մեջ մենք այդ փորձ ունեցել ենք 1918 թվականին։ 100 տարի հետ են գնալու, այնպես որ կարծում եմ, այս ֆիլմը մեզ բոլորիս մոտրելու առիթ է տալու, բոլորս մտահոգվել ենք ու հասկանալ ենք ինչպես կանխենք, ամեն մեկս մեր մասով որոշում ենք կայացնելու, ինչպես կանխենք այդ երևույթի իրականացումը։ Իսկ դրա մեջ նաև քաղաքական որոշակի մոտիվներ է պետք։ Այսինքն շատ արդիական եք համարում։ Այո, միանշանակ արդիական է, երբ որ կդիտեք, դուք էլ արդեն կհասկանաք ինչի մասին է խոսքը, շատ շաքերթներ չբացեն ֆիլմի մասով, բայց ֆիլմի իրական դեպքի հիման վրա իրական ընտանիքի պատմությունը, որից նաև հետո մտովներ տեղի գալիս ադրբեջանայերի 3000 ադրբեջաների վերադարձի խնդիրն է դրվում, թե ինչ դա կարաբերի մեր, թե ինչպես մեր այսօրվա հասարակությունը անտեղյակ է, թե ինչպես մեր այսօրվա հասարակությունը չի հասկանում, նաև շատ դեպքում վախենում են, լռում են դրա մասին խոսելուց, այսինքն սա նաև մեզ բոլորից ոչ միայն մտել է, նաև խոսելու առիթ կհանդիսանա, որ խնդիրը շատ կարևոր է ու պետք է սրա շուրջ մտածել։ Քանի որ մեզ հայտնի դարձավ, որ Հայ-Ակվեն եւս աջակցել է ֆիլմի ստեղծման ընթացքին, ինչ կասեք այդ մասով, ինչու որոշեցիք աջակցել, ինչը կարևոր համարեցիք այստեղ եւ ինչպես այդ գաղափարը առաջացավ։ Սա բխում է ամբողջությամբ մեր Հայ-Ակվեի գաղափարներից, Հայ-Ակվեն գիտեք ինչի համար, ինչ հարցի շուրջ է ստեղծվել, ինչ զարգացում է ապրել վերջին մի քանի տարիներին, սա մեր գաղափարախոսությունն է, մենք ենք պատվիրատուն ֆիլմի, մենք ենք խնդրել ռեժիսորի նման ֆիլմ նկարի ու աջակցել ենք ու մեզ հույս ունենք, որ այս ֆիլմը իր նպատակին ծառայել է, ինչպես նշեցի, շատերից մտրելու առիթ է տալու, այսօր պրեմիերան է, շատ շուտով կինոթատրոններում նաև կցուցադրենք, մարզերում կցուցադրենք, քաղաքներում, գյուղերում, որովհետեւ բոլորը տեսնեն, հասկանան ու մտորեն ու հասկանան ամեն մեկը ինչ անելով, որ դա տեղի չունենա։ Հաշվի առնելով, որ վերջին շրջանում, այսինքն ինչքան ժամանակ է տևական, որ իշխանությունների կողմից անընդհատ հակաարցախյան քարոզ է իրականացվում, այսինքն Արցախի վերաբերվող որևէ բան չի ընդունվում։ Այս պարագայում ինչպես եք վերաբերվում դրան եւ առհասարակ ֆիլմը ստեղծելիս խոչընդոտներ առաջացել են կամ հնարավոր համարում եք, որ այդ ընթացքում էլ խոչընդոտներ կլինեն։ Նախ, այո, միանշանակ համաձայն եմ, այսօրվա իշխանությունը վախենում են իսկ Արցախ բառը արտասանել, իրանց մոտ տաբու է Արցախը, չգիտես ինչի, Արցախի թեման կարծես թե իրենց մղձավանջն է, իրանք շատ լավ հասկանում են, որ Արցախի թեմայով իրենք գնալու են, դա այլ հարց է քննարկման, հենց նպատակը դրանից առան, ուստի ջարդենք իշխանության այս քարոզը, ոսի մարկանց նորից եմ կրկնում մտածելու տեղիք տանք, խոչընդոտներ չեն եղել, ու վստահ ենք չեն լինելու ապագայում, որովհետև մեր հասարակությունն է, այս հասարակության պահանջն է, ու իրանք ինչ ուզում են անեն, իրանք չեն կարող ջնջեն մեր պատմությունը, ինչքան ուզում է դոշին խփի այդ բռոշկա ման գա, ինչ ուզում է անի, մեկը մեր հասարակությունը, մենք բոլորս դասիրակված ենք, Արցախը մեր հայրենիքն է, մեր հայրենակիցները Արցախայերը վաղ թե ուշ վերադառնան իրենց բնորանը ու վաղ թե ուշ ծախսեն Արցախը։ Ինչքան ուզում են խոչընդոտեն, ինչ ուզում են անեն, Արցախ վերադարձայի լինելու է։ Եվ վերջին հարցը կլինի նաև, ինչ եք կարծում, նույն ֆիլմերով հնարավոր կլինի հենց մարդկանց մոտ պահել այդ կարևոր լույսը, որ հնարավորություն կստանան կրկին վերադառնալ Արցախ։ Անկեղծ ասած, Արցախայերի հետ շփվելիս ես նկատում եմ, որ ոչ միայն այդ հույսը կա, իրանք ցանկանում են վերադառնալ,
իրանք երաշխիք են ուզում դրա համար, եւ հենց Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն պետք է այդ երաշխիքը իրանց համար ստեղծի։ Սա պետք է լինի մեր պետության քաղաքականությունը, հետ ուշադրություն դարձրեք, շատ կարևոր հանգամանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն պետությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային կենտրոնը, այդ թվում եկեղեցիները։ Երբ որ այս տգետներին 1-2 անգամ հարց է տրվել, իրանք ասել են դա ինչ կապ ունի մեր հետ Հայաստանի տարածքից դուրս է։ Երբ եթե նույնիսկ ընդունենք այդ թեզը, որ Արցախ Հայաստանի տարածքից դուրս է, այդ բանով շարժեն, դու որպես պետություն պարտավոր ես ապահովել եկեղեցու մշակութային կենտրոնի պահպանությունը։ Այնպես որ այս ամեն ինչը ժամանակավոր է, սրանց նմանները չեն, որ եկել անցել են, բայց Արցախը եղել է ու լինելու է հայկական, այնպես որ Արցախի թեման փակ չի ու մենք բոլորս քանի կանք, քանի ապրում ենք, պետք է ապրենք դրանով, որ մենք վերադառնանք մեր հայրենիքի այդ հատվածը։ Եվ վերջին պարոն Հակոբյան, ինչ ակնկալիքներ ունեք այսօրվանից, ինչ տպավորություններով մեր հանդիսատեսը կգնա ֆիլմից հետո։ Ես վստահ եմ հանդիսատեսը ֆիլմից հետո շատ տարբեր եւ հուզականությունը որոշակի լինելու եւ լինելու հույսով ինքը ֆիլմից հետո վերադառնալու տուն ու նույն ամենակարևոր ինքը մտորելու է այս ֆիլմը մեզ բոլորից մտորելու տեղի կատարություն։ Ինչ անենք, որպեսզի 300,000 ադրբեջանցիները չգան, չբնակվեն մեր հայրենիքում։ Այդ դրա մասին։